Բարոյ ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինան Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1354-րդ օրն է։ Ռուս դիկտատորը որոշել էր կրկին անկուն գիշեր կազմակերպել ուկրաինացիների համար։ Գիշերը Ուկրաինայի վրա ռուսները արձակել են ավելի քան 450 հարվածային դրոն եւ 45 տարբեր տեսակի հրթիռներ։ Պուտինի թիրախում էին բնակելի տները, էներգետիկան եւ ենթակառուցվածքները Ուկրաինայում։ Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի լայնածավալ հարձակմանը, տեղեկացնելով, որ Դնեպրում, որտեղ ռուսները հարվածել էին բնակելի շենքին, շարունակվում է փրկարարական գործողությունը։ Ներկայումս հայտնի է, որ վիրավորվել է 11 մարդ, որոնց մեջ կան նաև երեխաներ։ Ցավոք 3 մարդ զոհվել է։ Ուկրաինայի նախագահը ցավակցություններ է հայտնել։ 1 մարդ զոհվել է Խարկովի մարզում, կան վիրավորներ Կիևի եւ Պոլտավայի մարզերում։ Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունը հարվածել է Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի, Նիկոլաևի, Սումի, Չեռնիգովի մարզերին, իսկ դեռ 3 երեկոյից Օդեսայի մարզին։ Զելենսկին հավելել է, որ ամենուր, որտեղ անհրաժեշտ է, բոլոր ծառայությունները աշխատում են, մեջբերեմ խնդիրը ռեսուրսների եւ ֆինանսների մեջ է, պետք են պատժամիջոցներ, որպեսզի զրկենք Ռուսաստանին այն հնարավորություններից, որը նրան դեռ թույլ է տալիս շարունակել եւ ձգձգել պատերազմը, այն պատերազմը, որ հենց Պուտինն է սկսել։ Մենք գնահատում ենք մեր գործընկերների արդեն ձեռնարկած քայլերը, սակայն ռուսական հարվածները ցույց են տալիս, որ ճնշումը պետք է լինի ավելի ուժեղ, ընդգծել է Զելենսկին։ Նախագահը նշել է, որ պարտադիր պետք է լինեն եվրոպական որոշումներ Ռուսաստանի սառեցված ակտիվների վերաբերյալ, հավելյալ պատժամիջոցներ, աջակցություն եւ Ուկրաինայի պաշտպանության ամրապնդում, մեջբերեմ եւ Մոսկվայի յուրաքանչյուր հարվածի դիմաց էներգետիկային, որով նրանք փորձում են վնասել սովորական մարդկանց ծմրանից առաջ, պետք է լինի պատժամիջոցների պատասխան ամբողջ ռուսական էներգետիկայի նկատմամբ առանց բացառության։ Մինչ այժմ պատժամիջոցների տակ չէ Ռուսաստանի ատոմային էներգետիկան, ռուսական ռազմական արդյունաբերությունը շարունակում է դեռ ստանալ արևմտյան միկրոէլեկտրոնիկա, ավելի մեծ ճնշում պետք է լինի նաև նավթի եւ գազի առևտրի ուղղությամբ, հիշեցրել է Զելենսկին։ Նա հավելել է, որ Ուկրաինան հույս ունի Ամերիկայի, Եվրոպայի եւ յոթնյակի երկրների համապատասխան որոշումների վրա։ Հիշեցնեմ, որ Թրամփի խոստացած պետրիոտները դեռ չեն մատակարարվել Ուկրաինային, Գերմանիան տվեց, Ամերիկան դեռ ոչ, իսկ Ամերիկան խոստացել էր 4 անգամ ավել Գերմանիայից։ Ձեզ տեղեկացնեմ, որ ռուսական հարձակման հետևանքով մի շարք մարզերում Ուկրաինայի ավելացել են էլեկտրաէներգիայի անջատումների ժամերը։ Խարկով քաղաքում մետրոն չի գործել թույլ լարման պատճառով, որոշ մարզերում նաև նկատվում էին գնացքների ուշացումներ։ Նախնական տվյալներով ուկրաինական հակաօդային պաշտպանության կողմից խոցվել կամ ճնշվել է 415 թշնամու օդային թիրախ, 406 հարվածային դրոններ Շահեդ, Գերբեր եւ այլ տեսակների, 9 տարբեր տեսակի հրթիռներ են խոցվել մեր կողմից։ Տեղեկությունը եւս 10 թշնամական հրթիռների անկման կամ հնարավոր հարվածների վերաբերյալ ճշտվում է։ Ենթադրվում է, որ դրանք չեն հասել իրենց նպատակակետերին։ Գրանցվել են առնվազն 52 հարվածային դրոնների հարված 25 տարբեր վայրերում, ինչպես նաև խոցված սարքերի բեկորների անկումը 4 վայրերում Ուկրաինայի տարբեր մարզերում։ Մինչ մեր եթերի այլ թեմաներին անցնելը, խնդրում եմ ձեզ օգտագործեք YouTube-ի գործիքները մեր եթերին աջակցելու համար, լայքեք եւ եթե կարելի է տարածեք սոցիալական ցանցերում մեր եթերը, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն, խնդրում եմ բաժանորդագրվեք։ Հուսամ ընտրածս լուրերը ձեր սրտով են։ Թրամփը, այդ Թրամփը չէ, նա կարող է բացել Ռուսաստանի համար հունգարական օդանցքը փակված եվրոպական դռան մեջ։ Նախորդին Օրբանի եւ Թրամփի հանդիպումից հետո հունգարական կողմը տեղեկացրել է, որ ձեռք է բերել պայմանավորվածություն Հունգարիան բացառելու Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից։ Իդեպ թուրքական լոբին եւս զգուշորեն աջակցում էր Հունգարիային այս հարցում, քանի որ խոսքը վերաբերվում է Դրուժբա նավթամուղին եւ թուրքական հոսք գազատարին։ Բանակցությունների բաց հատվածում Թրամփը չի հաստատել, որ իր վարչակազմը համաձայնել է չկիրառել երկրորդային պատժամիջոցներ ռուսական էներգակիրների մատակարարման նկատմամբ։ Ինքը Թրամփը հանդիպման ընթացքում ասել է, որ Միացյալ Նահանգները քննարկում է Հունգարիային պատժամիջոցներից բացառելու հնարավորությունը, որպեսզի վերջինս կարողանա շարունակել ռուսական նավթի գնումները։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, մենք արդեն սովոր ենք Թրամփի անկանխատեսելիությանը։ Նա հաճախ է փոխում իր դիրքորոշումը, իսկ Հունգարիայի հարցում որոշումը ընդունելիս նա պետք է կշռադատի մեծ քանակությամբ տեղեկատվություն։ Բացի այդ, ներքին եւ արտաքին ճնշումները Թրամփի վրա, ինչպես նաեւ Ամերիկայի բարդ
էլեկտորալ իրավիճակը չեն նպաստում Թրամփին ազատ որոշումներ ընդունելու։ Ամեն դեպքում Թրամփը Ամերիկայի նախագահն է, իսկ մեր նախագահը Զելենսկին է, եւ վերջինս հստակ հասկացրել է Օրբանին, թե ինչի սպասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պետք է գիտակցի, Ուկրաինան կգտնի եղանակ Եվրոպայի երկրներին ռուսական նավթի մատակարարումները դադարեցնելու համար։ Իմ կողմից ավելացնեմ, որ Թրամփի որոշումները վերաբերում են հենց Թրամփի սահմանած պատժամիջոցներին, սակայն ոչ ոք չի չեղարկել եվրոպական եւ ուկրաինական պատժամիջոցները, իսկ ուկրաինական պատժամիջոցները հաճախ ոչ թե թղթի վրա են, այլ ռազմական։ Ինձ թվում է հասկանալի է, թե ինչի մասին է խոսքը։ Ես չէի լինի, եթե սառը ցնցուղ չպատրաստեի նրանց համար, ովքեր հանկարծ կարող են ուրախանալ Ամերիկայի կողմից Հունգարիայի հնարավոր բացառմանը Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից։ Ասեմ, որ անցյալ տարի Հունգարիան Ռուսաստանից գնել է հում նավթ 2.3 միլիարդ դոլարի եւ գազ ընդամենը 3 միլիարդ դոլարի։ Համեմատության համար ասեմ, որ Եվրոմիությունը Ռուսաստանից առաջ գնում էր գազ 146 միլիարդի, իսկ նավթ 304 միլիարդի։ Այսպիսով Հունգարիայի հնարավոր բացառումը Ռուսաստանին չի փրկում, ավելի շատ դա Օրբանի սկզբունքային քայլն է, ով խնդիրներ ունի նորից վերընտրվելու առումով։ Ես վերնագրում անվանել եմ Ամերիկայի պատժամիջոցներից Հունգարիայի բացառումը օդանցք, բայց իրականում դա նման է փոքրիկ անցքի, որը կրծում են մկները, բայց կրկնում եմ, եկեք սպասենք պաշտոնական որոշումներին, այժմ կա միայն Թրամփի մտադրությունը եւ Օրբանի շտապ հայտարարությունը։ Միաժամանակ վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի բանակը կորցրել է եւս 1190 զինծառայող ռազմաճակատում, որտեղ վերջին 24 ժամում տեղի է ունեցել 181 մարտական բախում, ինչպես միշտ ամենաշատը Պոկրովսկի շրջանում է։ Ընդհանուր հաշվով օկուպանտների կորուստները 22 թվականի փետրվարի 24-ից մինչև 25 թվականի նոյեմբերի 8-ը կազմում են արդեն 1.150.100 ռուս օկուպանտ։ Նոր կլոր թվի հասան ռուսները, իրենց համար բացասական իմաստով։ Ուկրաինացի զինվորականները առաջ խաղացում ունեն Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքում, իսկ Դոնբասում ուկրաինական ուժերը շարունակում են ազատագրել բնակավայրերը եւ ամրապնդել իրենց դիրքերը։ Հիմնականում այդ զաչիստկա կոչեցյալներն են։ Պոկրովսկի հյուսիսում այն տեղեկատվությունը, որ որոշ ռուսական խմբեր շրջապատման մեջ էին, արդեն լիկվիդացվել են, այսինքն շրջապատում չկա, բայց դա նշանակում է, որ ոչ թե ռուսները ազատվել են, այլ ոչնչացվել են։ Երկար չտևեց, 1-2 օր։ Ընդհանուր առմամբ Պոկրովսկում իրավիճակը գրեթե նույնն է, ռուսները կան քաղաքի հարավային մասում, փորձում են երբեմն անցնել դեպի, ներթափանցել դեպի կենտրոնական մաս եւ արևմտյան մաս, ինչին դիմակայում են ուկրաինական զորքերը եւ շարունակում են քաղաքի մաքրման աշխատանքները։ Բոլոր տեղեկատվությունը, ինչ մենք ունենք, տրամադրում ենք մեր Telegram-յան ալիքում, կարող եք տեսնել։ Այս գիշեր Ռուսաստանը նույնպես ենթարկվել է դրոնների լայնածավալ հարձակման, կան տեղեկություններ Սարատովի մարզում տեղի ունեցած պայթյունների շարքի մասին, ինչպես նաև տեղեկություններ Վոլգոգրադի մարզի մի մասի հոսանքազրկման վերաբերյալ։ Այսօր գիշեր նոյեմբերի 8-ին ուկրաինական դրոնները հարվածներ են հասցրել Ռուսաստանի Սարատովի մարզում գտնվող ռազմավարական օբյեկտներին, նորից հարված է հասցվել Սարատովի նավթավերամշակման գործարանին, որը գտնվում է Ուկրաինայից մոտ 600 կիլոմետր հեռավորության վրա։ Սարատովի օդանավակայանը փակվել էր դրոնների վտանգի պատճառով, Գորգ պլանը ռուսները կիրառել են նաև Պենզայի մարզի օդանավակայանում։ Մեր դրոնների թռիչքների քարտեզները եւ նրանց աշխատանքի կադրերը հասանելի են մեր Telegram-յան ալիքում։ QR կոդը ձեր էկրաններին է, կարող եք բաժանորդագրվել եւ վայելել, նրանք ովքեր դեռ դա չեն արել։ Հարվածները Ռուսաստանի տարածքին շարունակվում են եւ շարունակվելու են։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ վերջին ուժերով Ռուսաստանը փորձում է վնասել մեզ, ուրեմն պետք է զրկել նրանց նաեւ վերջին ուժերին։ Համենայն դեպս ոչ ոք չի նստելու սպասի, թե ռուսները էլ ինչ կանեն։ Մինչ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ցուցադրական կերպ արձագանքում է Ռուսաստանի միջուկային սպառնալիքներին, այս մասին ես երեկ եմ խոսել եթերում, արդեն Հյուսիսային Կորեան է սպառնացել Ամերիկային եւ Հարավային Կորեային հարձակողական գործողություններով, ի պատասխան ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի անվտանգության բանակցությունների, ինչպես նաեւ դաշնակիցների վերջին համատեղ ռազմական քայլերի։ Շատ հետաքրքիր է Թրամփի արձագանքը այս ամենին, ուղղակի սպառնալիքը Ամերիկայի հասցեին վաղուց չէր եղել։
Նորվեգիան կարող է դառնալ Ուկրաինայի եվրոպական աջակցության գլխավոր ֆինանսական երաշխավորներից մեկը, երկրում աջակցվել է նախաձեռնությանը, որի նպատակն է օգտագործել 1.7 տրիլիոն եվրո արժողությամբ ինքնիշխան ֆոնդը Ուկրաինային մեծ ռազմական վարկ տրամադրելու համար։ Վիկինգները յուրայիններին չեն մոռանում, պատմություն իմացողները գիտեն ինչի մասին եմ ակնարկում։ Times-ի հաղորդմամբ նորվեգական կողմը դիտարկում է Ուկրաինայի համար 100 միլիարդ եվրոից ավել չափով զանգվածային վարկի երաշխավոր դառնալու հնարավորությունը, ապահովելով իր սեփական բարեկեցության ինքնիշխան ֆոնդի միջոցներով, որը համարվում է աշխարհի ամենախոշորներից մեկը։ Նախաձեռնությունը քննարկվում է այն հանգամանքին զուգընթաց, որ դժվարություններ կան ռուսական սառեցված ռեսուրսները ներգրավելու հարցում Բելգիայի դիրքորոշման պատճառով։ Իհարկե Բելգիայի հետ բանակցությունները շարունակվում են, բայց այդ ընթացքում պետք է նոր միջոցներ ձեռք բերվեն։ Նորվեգիան իր տարբերակն է առաջարկում։ Սա, եթե չեմ սխալվում, աշխարհում աննախադեպ քայլ է, որ ինչ-որ մեկը իր անվտանգության ֆոնդը որպես գրավ կիրառի նման խոշոր վարկ Ուկրաինային տրամադրելու համար, ընդհանրապես որևէ երկրի տրամադրելու համար։ Այս պատերազմը մեզ շատ նոր փաստերի ականատես դարձրեց։ Իրոք բարին կարողանում է միավորվել դժվար, մեծ բարդություններով, բայց կարողանում են։ Ինչևէ, մեծ աշխատանքը դեռ առջևում է։ Շատ չերկարացնեմ շաբաթ օրվա մեր եթերը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերները։ Հուսամ ավելի լավ լուրեր կունենանք արդեն վաղը։ Բարով մնաք։